Պետրոս, դու այսօր մի հատ շատ սխալ բան ես անում։ Այս մարդուն ոնց կարելի է օյաղ վիճակում կանչել հարցազրույցի։ Այս մարդը հարցազրույց տալու մեծ փորձառություն ունի ու դրա համար ինքը պիտի անկեղծ լինի, որպեսզի անկեղծ լինի, պիտի մի երկու բաժակ խմած լինի, այն անտերից պիտի մի հատ ծխած լինի։ Վիլեն ջան, հել, մի սպասի, որպեսզի այդ հարցազրույցը ստացվի, գնա մի հատ այն պատի տակ այն քո սիրազներից մի հատ նորմալ լցի, քաշի, գնա կողքի սենյակում էլ երկու բաժակ լաքի, նոր արի նստի, որպեսզի կարողանաս դու անկեղծ քո մտքերը ներկայացնես։ Պետրոս, դու մենակ սրա հախից գալացողը չես կարալ գլուխ բերես։ Զանգի թող Կոյրուն Սիմոնյանը, Անի Գևորգյանը, Սյուզի Բադոյանը, մյուս լրագրողները գան, դրանք են սրա արդեն սամթը գտել են, էլի, թե սրա հետ ոնց է պետք աշխատել։ Գնա դրանց ասա թողան, դու էլ կողքից կնստես կնայես։ Եղավ։ Բայց իմացի Պետրոս, եթե հանկարծ այս հարցազրույցը եթեր չգնաց, ուրեմն Մատետի կասես Վիլեն Պետրոսին, թե ինչ է իրան սպասվում, եթե այս հարցազրույցը եթեր չգնաց։ Կարակ ես անտիֆեյքիններ դնեք հմեկով ցույց տակ։ Եթե չգնաց Պետրոս, ուրեմն Արա խուլիգանին բերեն նստացրել ես հանրային հեռուստաընկերությունում։ Անցավ գնաց, հա Պետրոս, ասենք այն ինչ որ Գյումրում էսի արել է, արդեն անցավ գնաց, ինքը արդեն հանրային դեմք է, հանրային հեռուստաընկերությունից ժողովրդին կարծիք հայտնող մարդ է, հա։ Փոխանակ դատված ըլներ։ Վայ Պետրոս։ Հիմա դու քեզ Պետրոս դրել ես նավավարի տեղ, նավակ ես բերե, որ ճոճենք։ Դե ինչ ասեմ, մենք էլ կդնենք ու քեզ այսօր մի հատ կճոճենք։ Մի հատ այս կողմ, մի հատ այն կողմ։ Մինչև կշպրտենք մի կողմի վրա, քաղաքական առումով։